Վաղուց, շատ վաղուց դարերից առաջ, այն սուրբ երկնքում, ուր Աստվածության երեք անձերն են թագավորում, որդին մի անգամ խնդրեց իր հորից. «Հայր, ցանկանում եմ ես իմ սերը հայտնել»։ Հայրը որոշեց հարցնել նրան. «Իսկ պատրաստ ես արդյոք ներել ամեն բան, տանջվել թե մարմնով ու նաև հոգով, չարության փոխարեն հատուցել բարով, վաճառված լինել չնչին արծաթով ու դատապարտվել անարդարությունով։ Պատրաստ ես արդյոք դեռևս սիրել, կրել անարգանք, խնդրում եմ որդիս, տուր ինձ պատասխան։ Պատրաստ ես արդյոք հանել քո թագը, ծնկել, լվանալ այլոց ոտքերը։ Իսկ եթե հանկարծ ուզեն քեզ սպանել, պատրաստ ես արդյոք սպանողին ներել, թշնամիներին ողորմել, սիրել»։ «Պատրաստ եմ, հայր իմ», ասաց որդին, «կանեմ ամեն բան, միայն թե դու ինձ հետ եղիր»։ Շարունակեց հայրը. «Իսկ եթե հանկարծ մտերիմդ մատնի»։ Պարզ էր պատասխանը. «Միայն թե դու ինձ հետ եղիր»։ Հայրը հանգիստ շարունակեց. «Վերջին հարցը կտամ ես քեզ. երբ որ բոլորը լքեն ու խաչափայտին գամեն քեզ, այդ ժամ անգամ ես կթողնեմ քեզ, կմարի՞ քո սերը դրանից, ասա, որդիս»։ Պատասխանեց որդին այսպես. «Թեպետ ես մեկ եմ քեզ հետ, հայր, ու բաժանումից այդ ցավոտ չկա ոչ մի բան, բայց միևնույն է, իմ սերն ուժգին է, հավիտենական»։ Այդ ժամանակ հայրը հայտնեց ծրագիրը իր. «Ես կստեղծեմ երկիրն ու մարդկանց, կօժտեմ մեր պատկերով ու կատարելությամբ, բայց Լյուսիֆերը կխաբի նրանց, մեղքը կդառնա բաժանման պատճառ, կխստացնեն մարդիկ սրտերը իրենց և առանց վախի, երկյուղածության եղբայրներին կսկսեն սպանել ու չարը կտարածեն նրանք ամեն տեղ, մարմինները մարդկանց մեռնել կսկսեն, իսկ հոգիներն անդարձ դժոխքում կտանջվեն»։ Որդիս, թանկագին, սիրելի Հիսուս, ես մարդկանց հետ նորուխտ կկապեմ, կփորձեմ նրանց ետ վերադարձնել, թեպետ անհույս է բնույթը նրանց, բայց ցանկանում եմ հավիտենական մահից, կորստից դաժան փրկել ես նրանց։ Բայց ո՞վ կգնա նրանց փոխարեն տանջանք կրելու, մեղավոր, ընկած մարդ արարածի տեղը մեռնելու, և որտեղի՞ց գտնեմ ես այսպիսի սեր։ Պատասխանեց որդին. «Ես կգնամ, Տեր»։